Հայաստանի Հանրապետությունից երեխա է առևանգվել և տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուշադրություն առևանգողը եղել է հենց երեխայի հայրը։ Ինչպես է հնարավոր, ներկայացնեմ։ Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական տեսանկյունների մասին Հագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի համաձայն ցանկացած երեխա, որին անօրինական ճանապարհով դուրս են հանել երկրից կամ պահում են երկրից դուրս, պետք է անհապաղ հետ վերադարձվի։ Հայաստանում կոնվենցիայի կիրառման կենտրոնական մարմնի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը։ Չնայած Հայաստանում ծնողներից մեկը կարող է մեկնել այլ երկիր երեխային իր հետ տանելով առանց մյուս ծնողի թույլտվությունը հարցնելու, բայց կոնվենցիայի շատ մասնակից երկրներում դա հանցագործություն է։ Կոնվենցիայի համաձայն խոսքը վերաբերում է երեխայի միջազգային առևանգմանը, եթե չի լրացել երեխայի 16 տարին, երեխան մշտապես բնակվել է, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում, երեխային տեղափոխել կամ պահում են արտասահմանում առանց նրա օրինական ներկայացուցչի համաձայնության։ Կոնվենցիան պահանջում է, որ երեխային անհապաղ վերադարձնեն, սակայն եթե մյուս ծնողը կարողանա դատարանում ապացուցել բացառիկ դեպքերի գոյության փաստը, ապա դատարանը իրավունք ունի որոշում կայացնել երեխային չվերադարձնելու մասին։ Այս բացառությունները լինում են հետևյալ դեպքերում, երբ օրինակ փաստացի խնամակալության իրավունքը չի իրականացվել, այսինքն հայտ ներկայացրած ծնողը չի կատարել ծնողական պարտականությունները կամ երեխան դեմ է վերադարձնելուն եւ հասել է այնպիսի տարիքի եւ հասունության աստիճանի, որ նրա կարծիքը պետք է անպայման հաշվի առնվի։ Առևանգման պահից անցել է ավելի քան 1 տարի եւ երեխան հարմարվել է նոր միջավայրին, կամ երեխայի վերադարձը կարող է հանգեցնել մարդու իրավունքների եւ ազատության խախտման։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատանի վճռորոշ դարձավ 5-ամյա հայ երեխայի ճակատագրի համար։ Երեխան, ով փաստացի առևանգվել էր եւ երկար ամիսներ զրկված էր մորից, այսօր վերջապես գտնվում է Հայաստանում մոր մոտ։ Այս պատմությունը ոչ միայն իրավական հաղթանակ է, այլ նաեւ հիշեցում մեզ, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը պետք է միշտ լինի առաջնահերթություն, անկախ գտնվելու վայրից, ընտանիքի վիճակից կամ երկրի սահմաններից։ Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանի վճիռը վճռորոշ դարձավ 5-ամյա հայ երեխայի ճակատագրի համար։ Երեխան, որը երկար ժամանակ պահվել էր մորից հեռու հոր որոշմամբ, վերջապես վերադարձվեց մոր մոտ Հայաստան։ Այս իրադարձությունը դարձավ մի խոշոր օրինակ, թե ինչպես միջազգային իրավական համակարգերը կարող են արագ եւ արդյունավետ ապահովել երեխայի անվտանգությունը եւ նրա լավագույն շահը։ Երեխային Հայաստանում գտնվելու իրավունքից զրկելը եւ մոր հետ շփման սահմանափակումը ստեղծել էին հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանի որոշումը ոչ միայն վերականգնեց ընտանիքի միասնությունը, այլ նաև կարևոր ուղերձ տվեց։ Երեխան պետք է միշտ լինի իրավապաշտպանության կենտրոնում։ Երեխայի մայրը մեզ դիմել էր իրավական պաշտպանությամբ, մասնավորապես այն հարցով, որ ինքը երեխայի հետ մեկնել է ԱՄՆ, սակայն ցավոք առանց երեխայի ստիպված եղել վերադառնալ Հայաստան։ Ինչու՞ն է կայանում փաստերը, մասնավորապես երեխայի հայրն ու մայրը ամուսնացած չեն եղել եւ երեխայի հայրությունը նույնիսկ ճանաչված չի եղել, քանի որ հայրը հրաժարվել է շուրջ 5 տարի երեխայի հայրությունը ճանաչելու, այդ թվում նաեւ ծնողական որևէ իրավունք իրացնելու, եւ մայրը վերադառնալով Հայաստան շարունակել է իդեպ երեխան ԱՄՆ-ում է ծնվել, սակայն 2 ամիս անց վերադարձել է, տեսնելով որ հայրը չի ցանկանում այսպես ասված երեխայի խնամքով զբաղվել, նույնիսկ իր հայրական պարտականությունները կատարել եւ վերադառնալով Հայաստան 5 տարի անց նոր միայն հայրը զանգահարում է եւ խնդրում է երեխայի մորը, որպեսզի վերադառնա ԱՄՆ կարճ ժամանակահատվածով, քանի որ ինքը ցանկանում է երեխայի հայրությունը ճանաչել եւ նաեւ տեսնել երեխային։ Իհարկե յուրաքանչյուր ծնող այդ 5 տարիների ընդհատումից հետո գուցե նաեւ որևէ գործողություններ չաներ վերադառնալու, բայց մայրը այստեղ բարեխիղճ լինելով փորձում է թեկուզ կարճ ժամանակով երեխային Հայաստանից տանել ԱՄՆ, որպեսզի հայրը տեսնի եւ ինչու՞ չէ նաեւ հայրությունը ճանաչվի, քանի որ մեր վստահորդը երբևէ դեմ չի եղել, եթե հայրը նման ցանկություն հայտներ։ ԱՄՆ վերադարձից հետո սկսվում են այսպես ասած դաժան օրերը։ Երեխայի հայրը կնոջը տալիս է ստորագրման փաստաթղթեր, իսկ կինը առանց դրանց բովանդակությունն ուսումնասիրելու, հասկանալու, մտածելով, որ դրանք վերաբերում են հայրության փաստի ընդունմանը, ստորագրում է այդ փաստաթղթերը։ Վերադառնալով ԱՄՆ չի էլ կարողանում պատկերացնել, որ ինքը ինչ ծուղակի մեջ է հայտնվելու, մասնավորապես հայրը խաբեությամբ
կանչելով ԱՄՆ, տալիս է որոշակի օտարալեզու փաստաթղթեր ստորագրելու եւ ինվեստորը վստահելով մտածելով, որ այդ փաստաթղթերը ուղղված են բացառապես հայրության ճանաչմանը, չգիտակցում, որ իրականում ստորագրում է այնպիսի կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերվում են, որ դրանով մայրը տալիս է համաձայնություն, որ այսուհետ ԱՄՆ-ն է երեխայի բնակության վայրը, որ երեխայի հայրության ճանաչումից բացի ինքը խնամակալություն է հանձնում հորը եւ այդ թվում նաեւ երեխան չի կարող ԱՄՆ տարածքից դուրս գալ, այսինքն արգելանքներ է կիրառվելու։ Եվ իհարկե, երբ դրա մասին բացահայտում է, շատ ահավոր հոգեբանական ծանր վիճակում է գտնվում, սակայն ել ավելի ծանր վիճակում է գտնվում, երբ հայրը այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ուղղակի իր տնից դուրս է հանում եւ թողնելով օտար պետության տարածքում, որտեղ ոչ լեզու գիտի ինվեստորը, ոչ աշխատանք ունի եւ անելանելի վիճակում, այդ թվում նաեւ սպառնալիքներ լսելով, որ ինքը պետք է անհապաղ հատի ԱՄՆ տարածքը առանց երեխայի, ստիպված ելում վերադառնալ, այսպես տարակուսած, Հայաստան։ Կալիֆոռնիայի բարձր դատարանը բավարարեց հայցը երեխային անմիջապես մոր մոտ վերադարձնելու համար։ Նիստի ընթացքում դատարանը եւս երկու կարևոր քայլ ձեռնարկեց։ Անհապաղ ուժ տվեց իր որոշմանը, որպեսզի երեխայի տեղափոխումը անվտանգ եւ արագ իրականացվի, եւ երկրորդ հանձնարարեց իրավապահ մարմիններին ապահովել երեխայի եւ մոր անվտանգությունը օդանավակայանից մինչեւ Հայաստան վերադարձը։ Դատական գործընթացը տևեց ընդամենը 25 օր, ինչը ցույց է տալիս ԱՄՆ դատական համակարգի արագ ու նպատակային գործողությունը համեմատած այն հետաձգումների, որոնք հաճախ հանդիպում են նման դեպքերում Հայաստանում։ ԱՄՆ դատարանը կարգացրեց հրաման կարգադրություն երեխային վերադարձնելու բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեց նաև ԱՄՆ դատավորը, շատ լավ խորասուզվելով գործի փաստերի մեջ։ Իդեպ ասեմ, հաջողություն նաև կայանում էր նրանում, որ մենք ներկայացրել ենք, որ հայրը բավականին վտանգավոր է եւ վտանգավոր վարքագիծ է դրսեւորում, եւ եթե մենք նույնիսկ այդ որոշումը ԱՄՆ դատանը կայացնի երեխային վերադարձնելու, սակայն այդ որոշումը բողոքարկման հնարավորություն տրվի եւ ուժի մեջ չմտնի, ապա չի բացառվում, որ մենք երեխային այս պահից անհապաղ չվերադարձնելու դեպքում երեխայի հոր մոտ երեխան մնալով ել ավելի մեծ վտանգներ լինեն, եւ այս պարագայում ԱՄՆ դատանի միջնորդեցինք անհապաղ ուժ տալ որոշմանը, իհարկե դա բացառիկ դեպքերում արվում է եւ Ամերիկայի դատավորը բավարարեց նաեւ դա եւ անմիջապես ուժ տվեց հրապարակման պահից, այսինքն այնպես, որ դատանի հենց դահլիճից կարող էր մայրը երեխային վերցնել։ Փաստաբանի խոսքով ԱՄՆ իրավապահները բարձր մակարդակով ապահովել են երեխայի եւ մոր անվտանգ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Քանի որ կարագրեցի, թե ինչպիսի վտանգավոր էր հայրը, ինչպիսի վտանգավոր վարքագիծ էր դրսևորում, մենք մտավախություն ունեինք, որ հայրը կարող էր վնասել նույնիսկ դատարանից հետո, երբ երեխային հանձնվի մորը, մինչև Հայաստան օդանավակայան հասնելը, քանի որ նախկինում նման սպառնալիքներ հնչեցվել էին, եւ դատանին խնդրեցինք նաեւ անվտանգությունը ապահովել մայր ծնողի եւ երեխայի, որպեսզի անվտանգ կարողանան հատել ԱՄՆ սահմանը եւ բնականաբար Հայաստան վերադառնան եւ կրկին ուրախություն մեզ ԱՄՆ դատարանը բավարարեց դա եւ անմիջապես Ամերիկայի դատախազությանը եւ իրավապահ մարմիններին հանձնարարություն տվեց, որպեսզի ապահովեն անվտանգությունը ինվեստորի եւ երեխայի, որպեսզի անվտանգ օդանավակայան հասնեն եւ օդանավակայանից էլ արդեն Հայաստան գան։ ԱՄՆ դատարանի վճիռը դասական օրինակ է այն մասին, որ երեխայի շահը եւ անվտանգությունը կարող են հաղթել իրավական բյուրոկրատիան եւ վարչական խոչընդոտները։ Երեխայի եւ մոր միասնությունը վերականգնելը ուղերձ է բոլոր պետություններին։ Այս հաղթանակը ոչ միայն բարելավում է երեխայի անմիջական բարօրությունը, այլ նաեւ ամրապնդում միջազգային իրավական մեխանիզմների դերն ու կարևորությունը ի պաշտպանություն երեխաների իրավունքների։ Երեխայի լավագույն շահ հասկացությունն այս օրերին շատ շեշտադրվեց։ Բոլորը խոսում են երեխայի լավագույն շահը պաշտպանելու անհրաժեշտության մասին, բայց որն է երեխայի լավագույն շահը։ Մի շարք իրավաբաններ գտնում են, որ երեխայի շահը, որպես նրա պատշաճ դաստիարակության պահպանման եւ բարեկեցիկ զարգացման, անկախ կյանքի նախապատրաստման համար պատշաճ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունն է։ Այսինքն, ընտանեկան իրավունքի գիտության մեջ երեխայի շահը դիտվում է որպես դաստիարակության պատշաճ պայման եւ երեխայի իրավունքների իրականացման համար պայմանների համակարգի ստեղծում։ Երեխաների շահը կապված է ծնողների կողմից երեխայի դաստիարակության եւ պահպանման իրավունքի առավելագույն հնարավորությունների հետ։ Սա նշանակում է, որ նրա լավագույն շահը պետք է լինի ամեն որոշման հիմքում, թե ընտանիքում, թե պետության քաղաքականության մեջ։ Սակայն երբեմն հենց այն միջավայրը, որը պետք է պաշտպանի, վերածվում է վտանգի։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում երեքամյա Տիգրանի պատմությունը դարձավ դաժան հիշեցում, որ երեխայի անվտանգությունն ու հոգեկան խաղաղությունը երբեք չպետք է ենթարկվեն անտեսման։ Մի քանի օր տևած որոնումներից հետո հայտնաբերվեց փոքրիկի մարմինը Դաշտամիջյան տարածքում։ Հետաքննության տվյալներով երեխայի կյանքը խլել է հենց նրա հայրը ընտանեկան վեճի արդյունքում։ Այս պատմությունը ցնցեց բոլորիս, բայց նաև ստիպեց հարց տալ. որտեղ էին այն մարդիկ, այն մարմինները, որոնք պետք է տեսնեին, լսեին ու պաշտպանեին երեխային նախքան այս դժբախտորը։ Երեխայի լավագույն շահը միայն բառ չէ, այն պարտավորություն է յուրաքանչյուրիս համար։ Նման դեպքերը ոչ միայն ընտանեկան ողբերգություններ են, այլ նաև հասարակության ձախողում, երբ չենք կարողանում կանխել, օգնել, կամ երբ ուշ ենք արձագանքում։ Այսօր մենք պատմում ենք ոչ միայն երեքամյա Տիգրանի կորստի մասին, այլ նաև այն ցավալի դասի, որը նա թողեց մեզ հիշեցնելով, որ ամեն երեխա ունի ապրելու, սիրելու եւ պաշտպանված լինելու իրավունք։ Եվ այդ իրավունքը երբեք չպետք է խլվի ոչ մեկի ձեռքով, ոչ մի պատճառաբանությամբ։ Իսկ նման ընտանիքները ոչ թե պետք է հայտնվեին պատկան մարմինների ուշադրության կենտրոնում ողբերգություն արձանագրելուց հետո, այլ մինչ դա, որովհետև խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կարևոր առաքելությունն է նախ եւ առաջ հայտնաբերել նման ընտանիքներում ապրող երեխաների եւ գործուն քայլեր անել սոցիալական աջակցությունից մինչեւ հոգեբանական եւ առողջապահական։ Կհակադարձեք գուցե պետությունը ռեսուրսներ չունի, կպատասխանեմ, կրճատումներ պետք է անել ամեն ոլորտներում, բայց երեխաների կյանքի, առողջության, նրանց անվտանգության գնով ավազե պալատներ պետք չէ կառուցել։ Կփլվեն այդ պալատները մեր գլխին, որովհետև հենց այդ երեխաներն են վաղվա մեր հասարակության որակի ցուցանիշը։ Օրեր շարունակ որոնվող երեքամյա Տիգրանի դին հայտնաբերվեց մարմնական վնասվածքներով, նախաձեռնվեց քրեական վարույթ սպանության հատկանիշներով, իսկ կասկածվողների շրջանակում էր երեխայի հայրը։ Մենք այժմ Ծափաթաղ գյուղում ենք պարզելու դեպքի բոլոր մանրամասները։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կատարվածը շարունակում է մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։ Երեքամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքը ոչ միայն ցավալի ընտանեկան ողբերգություն է, այլ նաև լուրջ ազդակ երեխաների պաշտպանության համակարգի խոցելիության մասին։ Որոնումներ, որոնք ավարտվեցին ցավալի բացահայտմամբ։ Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Ծափաթաղ գյուղից անհետ կորել էր երեքամյա Տիգրան Օվանեսովը։ Երեխայի որոնումներին միացել էին ոստիկանության, փրկարար ծառայության, կամավորական խմբերի ավելի քան 300 ներկայացուցիչներ։ Տարածքը բառացիորեն սանրել էին տուն առ տուն, դաշտ առ դաշտ։ Նոյեմբերի 2-ին որոնողական գործողությունների ընթացքում իրավապահները հայտնաբերեցին փոքրիկի մարմինը գյուղի հարակից Դաշտամիջյան տարածքում։ Դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, իսկ դեպքի հանգամանքների բացահայտումը շարունակվեց ամբողջ գիշեր։ Հետաքննության տվյալներով փոքրիկ Տիգրանի մահվան օրը երկու եղբայրները դուրս են եկել տանից եւ հանդիպել իրենց հորը։ Նախնական ցուցմունքների համաձայն հայրը որդուն խեղտամահ է արել ներընտանեկան որոշ հարցերի համար։ Դրանից հետո տղամարդը տեղափոխել է երեխայի մարմինը, փորձելով թաքցնել արարքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց ամենածանր կասկածը։ Երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Նախարարի խոսքով այս վարկածը հետաքննության սկզբից եղել է ուշադրության կենտրոնում։ Նախարարը նաև հավելել է, որ երեխայի եղբայրը որոշակի առողջական խնդիրներ ունեցող տղան ի սկզբանե շարքային հուշումներ էր տալիս մասնագետներին, ցույց տալով կոկորդը։ Կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք
կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Ծափաթաղի գյուղապետը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ընտանիքը ապրել է սոցիալապես ոչ բարվոք վիճակում, սակայն երբևէ անհանգստանալու առիթ չեն ունեցել։ Ըստ գյուղապետի ընտանիքը աչքի չի ընկել վատ կամ էլ տարօրինակ վարքագծով։ Լոկ ընտանիք են եղել, չեն կարող։ Երեխաներից մեկը հաշմանդամ է, նրանց համար ոչ մի արտառոզման չի եղել։ Անամքի կենտրոնում են գտնվում երեխաները այսպես։ Քանի երեխա ունի ընտանիքը։ 5-ն էին, 4-ը մնաց, 4 երեխաներ տեղափոխվել են, նույն տեղում են։ Նախկինում որևիցե ինչ-որից դրդված, օրինակ դուք մտածեք, որ կարիք կա երեխաների մասով անհանգստանալու։ Ոչ մեկը տենց, ոչ ես եմ տեսել, ոչ հարևաններն են տեսել, ոչ մեկ տենց ինֆո ոչ երբևիցե ոստիկանություն են դիմել։ Ծափաթաղի դեպքը լուրջ հուզական ալիք է բարձրացրել ողջ հանրապետությունում։ Սոցիալական ցանցերում մարդիկ պահանջում են խստացնել վերահսկողությունն ընտանեկան բռնության նկատմամբ, ինչպես նաև ստեղծել երեխաների պաշտպանության իրական մեխանիզմներ, հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում։ Փորձագետների կարծիքով դեպքը վկայում է այն մասին, որ ընտանեկան կոնֆլիկտների կանխարգելման մեխանիզմները հաճախ ուշանում են, իսկ համայնքային կառույցները սոցիալական ծառայություններից մինչև հոգեբանական աջակցություն չեն հասցնում արձագանքել ժամանակին։ Ես կարող եմ ձեզ բերել բազմաթիվ փաստարկներ, օրինակ թվի պակասը մասնագետների, օրինակ կոմպետենտության պակասը, օրինակ դերակատարների միջև ֆունկցիաների ոչ բալանսավորված բաշխումը եւ այլ բազմաթիվ կազմակերպական կառուցվածքային խնդիրներ, որոնք մեր մասած այսքան էլ նպաստավոր չեն, որ մարդիկ իրենց գործը անեն, բայց ամենաշատ մեզ խանգարումը ես էլ գնամ աշխատեմ այդ համայնքում, որ փոքր փորձով սոցիալական աշխատող չեմ, ամբողջ կյանքս այս ոլորտում եմ անցել, բայց հավատացեք ես էլ կդժվարանամ աշխատել համայնքում որպես սոցիալական աշխատող, որովհետև ում կյանքին որ պիտի միջամտեմ, դա իմ հարևանն է, դա իմ սկեսուրի հորեղբոր չգիտեմ ինչն է, հասկանում եք, կան համայնքային կապեր, կան համայնքային նորմեր, որոնք օգնելու համար շատ նպաստավոր են, բայց կտրուկ քայլեր անելու, երեխա հեռացնել ընտանիքից եւ այլն, այդ հարցերում այդ նորմերը չեն օգնում։ Հայ օգնության ֆոնդի տնօրեն Միրա Անտոնյանը պատասխանեց նաև մեր այն հարցադրմանը, թե որն է հիմք հանդիսացել հոգաբարձուների մարմնի համար հրատապ նիստ գումարելու եւ որոշում կայացնելու ընտանիքի մյուս երեխաներին հով տեղափոխելու վերաբերյալ։ Կան արդյոք այնպիսի հանգամանքներ, որոնց մասին հասարակությունը դեռևս տեղյակ չէ։ Ես նստին չեմ մասնակցել, բայց այն ինչ-որ կոլեգաները փոխանցել են եւ մեզ որպես առաջադրանք, երեխաներին ընդունել եւ աշխատել նրա վրա, գոնե առնվազն երեխաները բավականին տրավմատիկ վիճակում են հայտնվել վերջին շրջանում թե մեդիայի, թե գործող կառույցների, պատկան կառույցների, այսպես արտակարգ հոսք ա եղել այդ ընտանիք եւ երեխաները մի տեսակ մոլորված վիճակում են։ Թաղման process-ը եւ այլն եւ իհարկե ակնհայտ անխնամությունը։ Եթե օրինակ սպանության դեպք չլիներ, նորից եմ ասում, իրանք կլինեին հերթական քրոնիկ դեպքերից մեկը եւ կարիք չէր լինի երեխաներին ընդհանրապես ընտանիքից հեռացնել։ Երբ որ ինձ հարցրեցին, որ ուզում ենք այսպիսի բան անել, իմ արձագանքը հետեւյալն էր. եթե բռնարարին արդեն հեռացրել եք ընտանիքից, իմաստը որն է երեխաներին տեղափոխել։ Ինձ բերեցին այդ երկու կարևոր արգումենտը։ Մեկը մոր կարողությունը երեխաներ խնամելու այս վերջին իրադարձություններով պայմանավորված մի տեսակ էմոցիոնալ կանգի մեջ է, չի կարողանում ֆունկցիոնալ չի, գործունակ չի, նույն չափով որքան գուցե մինչև այդ է եղել, եւ երեխաների վրա ակնհայտ երևում են այս վերջին շրջանի իրադարձությունների հետքերը, ու մեզ խնդրանք ներկայացրեցին, որ ապահով միջավայր ձևավորելով, երեխաներին հմտություններ սովորեցնելով, երեխաները մեղմ ասած մի քիչ ջունգլիական, այսպես մաուգլիական վիճակում են, օրինակ իրենց համար տարական հիգիենայի պահպանումը, ինչ ասեմ, զուգարանից օգտվել, ճաշից գթալից եւ այլն, ինչ ասեմ, չափաբաժին հասկանալ, թե որքան պիտի ուտի, որ հագինա կամ մի խոսքով, լիքը բաներ, որ չեմ ուզում այսպես շատ, ուղղակի այսպես ընդհանուր անվանեմ դա անխնամության անտեսման հետևանք։
Իսկ ինչու են հիմա զգայունացել եւ երեխաներին հեռացրել, ես հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Կարծում եմ ինքնին սպանության դեպքը բոլորին սահմռկեցուցիչ, բոլորի վրա ցնցող սահմռկեցուցիչ ազդեցություն է թողել եւ անհանգիստ են ոչ թե որ եւս մի երեխա կունենա այդ ճակատագիրը, քանի որ արդեն բռնարարը իրականում հեռացված է ընտանիքից, բնականաբար չի լինի, բայց ավելի շուտ եւ ավելի շատ տեսնում են այս տրավմատիկ իրադարձությունների ազդեցությունը արդեն իսկ քրոնիկ անտեսման պայմաններում երկար տարիներ ապրած երեխաների վրա։ Եվ մեզ խնդրել են այդ խնդիրը մի փոքր մեղմել։ Փաստացի զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ երեխաները ներկայում գտնվում են մորից առանձին եւ նրանց նկատմամբ իրականացվում է հատուկ խնամք ու հոգացություն։ Հիմք ընդունելով այս հանգամանքը հարց է առաջանում. արդյոք այս գործընթացը լինելու է երկարաժամկետ եւ կան արդյոք նախադրյալներ ենթադրելու, որ ապագայում կարող են ձեռնարկվել քայլեր մորը ծնողական իրավունքներից զրկելու ուղղությամբ։ Եթե քրեորեն հետապնդելի որևէ այլ հանգամանք, որտեղ դա մեկապում է մեր ձեռքերը, մենք չենք խառնում, երբ որ արդեն քննիչներն են, գործին խառնված եւ տեսնում են լուրջ մեղավորություն այն մամայի կողմից, ով որ պիտի պաշտպաներ սեփական երեխային, մենք չենք խառնում այդ հարցերին։ Դա քրեական տիրույթում է, բայց եթե այդպես չի եւ հարցը սոցիալական տիրույթում է, իհարկե պիտի օգնենք։ Իհարկե պիտի օգնենք մամային հմտություններ զարգացնել, իհարկե պիտի օգնենք տեղական համայնքի հետ հասկանան, գուցե մի քիչ պայմանները լավացնեն, գուցե ինչ որ գույք եւ այլն, գուցե հասկանանք դպրոցban ակտիվացնելով այս երեխեքի հետ, որտեղ երեքն էլ ունեն բավական լուրջ խնդիրներ։ Գյուղ այցելության ժամանակ Տիգրանի հարազատները տանն էին։ Մեր ներկայությունը նկատելով նրանք անմիջապես խնդրեցին չտեսաձայնագրել եւ լքել տարածքը։ Սակայն մի քանի րոպե զրույցից հետո, հասկանալով, որ մեր նպատակն է չվնասել եւ չենք եկել նրանց ցավը խորացնելու, ընտանիքի տատիկը համաձայնվեց կարճ մեկնաբանություն տալ բանավոր կերպով։ Ասաց, թող իրավապահները զբաղվեն ու գտնեն այն մարդուն, ով հանցագործի հետ է եղել։ Մենակ նա երեխային չէր կարող տեղափոխել։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ներքին գործերի նախարարությունը եւ քննչական մարմինները խոստանում են մանրակրկիտ ստուգել բոլոր հանգամանքները եւ բացահայտել հոր գործողությունների դրդապատճառները։ Մեր հարցադրումներին ի պատասխան քննչական մարմինը պաշտոնական տեղեկատվությամբ հանդես եկավ, նշելով, որ այս պահին գործի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում է ակտիվ նախաքննություն։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի արդիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով։ Վերջինս ձերբակալվել է։ Ծափաթաղի դեպքը հերթական ահազանգն է մեր իրականության համար։ Այն խոսում է ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգության, այլ նաև այն համակարգային բացերի մասին, որոնք դեռևս չեն պաշտպանում ամենաթույլերին։ Երեխաների պաշտպանությունը չի կարող լինել արձագանք ողբերգությանը, այն պետք է դառնա մշտական պարտականություն պետության, համայնքի եւ յուրաքանչյուրիս համար։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վերջին շրջանում երեխաների իրավունքների բացահայտ ոտնահարման թեմաներին ենք այսօր անդրադառնալու, կարևոր է իմանալ էջի շրջանակում, որտեղ իմ հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու դասախոս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Վերջին շրջանում դեպքերը, որոնց արդիվ այսօր քննարկում ենք ունենալու, բավականին աղմկահարույց էին, տեղյակ եք ինչ իրադարձություններ են այսպես կատարվել եւ հատկապես վերջին շրջանում է այսպես բարձրաձայնվել երեխաների իրավունքների պաշտպանության թեման, երեխայի լավագույն շահհասկացությունը, այ մեր առաջին նյութը երեխայի առևանգման մասին էր, որտեղ հայրն առևանգել էր, որպեսզի մայրը չկարողանա տեսակցի եւ ունեցել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դատանի վճիռ, որով երեխան հետ է վերադարձվել։ Երկրորդ թեման այն ցավալի իրողությունն է, որ մենք 5-ամյա երեխա կորցրեցինք, որտեղ որ սպանության մեջ կասկածվող ընտանիքի անդամ է հայրը։ Այ ինչ է կատարվում մեր հասարակության մեջ։ Ինչու ենք մենք խոսում երեխաների իրավունքների պաշտպանության մասին, միայն երբ այսպիսի ողբերգական դեպքերի ենք բախվում։
Ցավոք սրտի այս խնդիրը միանշանակ արդիական է եւ տարեստարի մենք ունենում ենք երեխաների դեմ կատարված հանցագործությունների կտրուկ աճ։ Ընդ որում այդ աճը պայմանավորված է ինչպես դեպքերի աճով, այնպես էլ դիմումների աճով, որովհետեւ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել, ինչը ունի շատ մեծ կանխարգելիչ նշանակություն, որովհետեւ եթե դիմում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքով, ապա դրանով իրեն կանխարգելում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Իսկ եթե չեն դիմում, ցավոք սրտի մենք ունենում ենք այսպիսի ծայրաստիճան, ծանր, ոչ ցանկալի իրավիճակներ, երբ որ սպանություն է կատարվում, ծանր մարմնական վնասվածքներ են պատճառում, առևանգումներ են լինում, սեռական բնույթի հանցագործություններ են լինում եւ այլն։ Այդ իսկ պատճառով այստեղ ամենամեծ եւ կարեւոր գործոնը դա դիմելիությունն է։ Այսինքն, եթե թե հասարակությունը, թե այն մասնագետները, որոնք որ առնչվում են երեխաների հետ, կարողանան ժամանակին դիմել պատկան մարմիններին եւ ներկայացնեն այդ բռնության կամ երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի կամ դաժան վերաբերմունքի հետ կապված որևիցե տեղեկատվություն, որևիցե ապացույց, հաստատ մենք ունենանք շատ լուրջ կանխարգելում։ Բացի դրանից պետք է հաշվի առնել նաև մեր հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակը։ Տարբեր գործոններ, որոնք որ 2020 թվականին ազդեցին անձանց հոգեբանության վրա, թե կովիդներ, թե պատերազմեր, պատերազմական վիճակը, այդ ամեն ինչը պարբերաբար ազդում է մարդկանց թե ընդհանուր վիճակի, թե մասնավորապես հոգեբանության վրա։ Եվ տրամաբանական է ամենախոցելի խավը դառնում են երեխաները, տարեցները, որովհետև այո, իրենք չեն կարողանում շատ դեպքերում պաշտպանել իրենց, չեն գիտակցում պաշտպանելու անհրաժեշտությունը կամ չեն էլ կարողանում այդ իրավիճակում կողմնորոշվել կա արդյոք դրա կարիքը թե ոչ։ Եվ դրանով է պայմանավորված թե տարեց, թե երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների թվի աճը։ Դա շատ կարևորվում է նաև հաշվի առնելով այն անձանց շրջանակ, ովքեր դա կատարում են։ Ցավոք սրտի, ինչպես եւ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, բնակչության միջինը 10%-ը ունեն հոգեկան առողջության խնդիրներ։ Եվ եթե նման խնդիրներ ունեցող անձ կա նաև ընտանիքում, տրամաբանականը ինքը թիրախավորում է իր մերձավոր ազգականներին։ Դա պարտադիր չի երեխան լինի, կարող է լինի նաև ամուսինը, ծնողները, այլ մերձավոր ազգականները, բայց կրկին երեխաները ավելի հաճախ են թիրախավորվում, որովհետև իրանք մշտապես են գտնվում այդ անձի հետ, ունեն հիմնական զբաղմունք, տանից դուրս չեն գալիս, նամանավանդ եթե մանկապարտեզ չեն հաճախում, եւ նրանք գտնվում են այդ անպաշտպան վիճակում։ Նայեք ինչքան բազմաթիվ գործոններ կան, որոնց պարագայում համահավասար պայմանների առկայության դեպքում երեխան ավելի է թիրախավորվում եւ մենք տեսնում ենք դրա արդյունքը։ Պարոն Թոմասյան, հենց հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարվող հանցագործությունների թիվը վերջին շրջանում ավելացել է կամ գուցե բարձրաձայնված թեմաներն են, չգիտես ինչու էսպես զուգադիպել, որ վերջին շրջանում շատ ենք լսել, որ օրինակ այս հանցագործություն կատարող, օրինակ ամուսիններին սպանող սպանության մեջ մեղադրվող անձը այս պահին փաստացի ունի հոգեկան խնդիրներ, այդ պետք է այստեղ հասկանալ պետության դերը։ Մենք ունենք հոգաբարձուների մարմին, մենք ունենք առողջապահական մի ամբողջ մեծ համակարգ, որտեղ որ պետք է հսկողություն իրականացվի նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։ Տիգրանի դեպքում եւս արդեն իսկ տեղյակ ենք, որ հայրն ունի որոշակի խնդիրներ։ Արդյոք այդ անձը չպետք է լիներ հսկողության ներքո։ Արդյոք այդ անձի գործողությունները կամ նրա կողմից հնարավոր գործողություններ անելու վտանգը չպետք է նախապես հասկանային պետական մարմնի աշխատակիցները, որոնք ի պաշտոնե ունեն պարտականություն, օրինակ հոգաբարձուների մարմինը հայտնաբերել նման ընտանիքներ եւ նման ընտանիքներում մեծացող երեխաների։ Միանշանակ շատ ճիշտ հարց եք բարձրաձայնում եւ ես ասեմ, որ հիմա մենք արդեն գործ ունենք քրեա իրավական պաշտպանության հետ, այսինքն երբ որ անձին բաժի սպառնալիքի ներքո կատարված արարքի շրջանակներում ենթարկելու են պատասխանատվության։ Բայց մինչ այդ process-ին հասնելը մենք ունենք սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն եւ առողջապահական պաշտպանության անհրաժեշտություն։ Միանշանակ։ Այս երկու ուղղությունները իրենք հենասյունային են եւ շատ կարևորվում են ցանկացած ընտանիքի հետ աշխատանքը իրականացնելու համար։ Առանձնացնենք այդ առողջապահական ոլորտը։ Նայեք, շատ հաճախ ասում են, որ հոգեկան առողջության կենտրոններում չկան ազատ տեղեր, ինքնին այդ կենտրոնները գեշ ծանրաբեռնված են աշխատում, հազիվ կարողանում են հասնել հարկադիր բուժում անցնող անձանց պայմաններում կամ անգամ եթե մասնավոր ինչ-որ մի ոլորտում իրականացվում է նման բուժում, ապա ինքը բավականին մեծ ծախսեր է պահանջում։ Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր հոգեկան առողջության խնդիրները
խնդիրներ ունեցող անձինք են, որ ունեն հոսպիտալացման կարիք։ Այսինքն կան մարդիկ, որոնք կարող են ամբուլատորիաների միջոցով այդ բուժումը ստանան եւ ընդհանրապես պետք է հետեւողականորեն ֆիքսել, թե այդ անձը իր տեղահաբերը ընդունում է կամ անցնում է որոշակի պրոցեդուրաներ եւ այլն։ Չընդունելու դեպքում նոր անցնել երկրորդ նոր գնալ արդեն, այո, հարկադիր բուժման կամ գնալ ինչ-որ կոնկրետ հոսպիտալացման եւ այլ մեթոդների։ Բացի դրանից պետք է հիշել, որ այն հիվանդությունները, որոնք որ քրոնիկ են, իրենք ունեն փուլային ընթացք եւ ցանկացած հոգեբույժ պետք է գիտակցի, թե որ ժամանակ կամ ինչ կոնկրետ ամիսներ անց կամ ինչ պարբերականությամբ այդ հիվանդությունը կարող է սրանալ եւ այդ պարագայում ուժեղացնել վերահսկողությունը այդ անձի նկատմամբ, որովհետեւ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ ռեմիսիայի փուլի արկայության դեպքում, այսինքն կարծեցյալ առողջացման փուլի դեպքում, այդ անձին որևիցե վտանգ չեն ներկայացնում, վնաս չեն ներկայացնում եւ դրանց նկատմամբ շատ մեծ ինչ-որ լուրջ գործընթացներ, գործողություններ կատարել պետք չէ։ Այսինքն այստեղ այո մենք ունենք բաց եւ եթե անձը ունի հոգեկան առողջության խնդիրներ, ապա պարտադիր է նրա նկատմամբ վերահսկողությունը։ Եթե մենք ունենք օրինակ հոգեբույժի խնդիր կամ բժշկի խնդիր, ապա որևիցե ձևով դա չի նշանակում, որ ինչ որ մի չափահաս անձին, որը որ կիրականացնի խնամողի գործառույթ կամ օժանդակողի գործառույթ, չի կարելի այդ ֆունկցիան դիտել։ Օրինակ շատ դեպքերում ընտանիքներում ամուսիններից մեկի վրա կարող է դրվել նման պարտականությունը, որպեսզի ինքը խնամի մյուս ամուսնու կողմից դեղերի ընդունումը, միջոցառումների մասնակցությունը եւ այլն։ Եթե դա արդյունավետ չի լինում եւ ամուսինը դիմում է եւ ասում է առողջապահական հաստատություններին, որ մենք ունենք նման խնդիր, այո, ինքը դիմադրում է, կա կոնֆլիկտայնություն, իրանք նորից ունեն միջամտության խնդիր։ Երկրորդ խնդիրը դա մենք հաճախ ենք լսել, երբ փաստացի արձանագրել են, որ մենք ինչ կարող ենք անել, չենք կարող տեղափոխել, որովհետեւ տեղ չկա, որովհետեւ ֆինանսական խնդիր։ Այսինքն մշտապես կան պատճառաբանություններ, թե ինչու են այդ անձիկ շարունակել բնակվել ընտանիքում եւ թե ինչու են անգամ խորը խնդիրներ ունենալու դեպքում եղել այսպես ազատության մեջ եւ վտանգ ներկայացրել յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Նայեք, սա խնդիրը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այդ դիմումները չեն փաստաթղթավորվում, չի իրականացվում որևիցե գործընթաց, որը որ հետագայում կդառնա ապացույց։ Բայց եթե մենք ունենանք իրավիճակ, որ ծանր վիճակում գտնվող անձին բերեն որևիցե մի ամբուլատորիայից, չգիտեմ, հոսպիտալացման համար մի կենտրոն եւ կենտրոնի տնօրենը փաստաթուղթ ստորագրի, որ գիտեք ինչ կա, տեղ չկա եւ ես գիտակցելով, որ այդ մարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրան չեմ ընդունում նման փաստաթուղթ տա եւ արդյունքում մենք ունենանք շատ ծանր հետևանքներ, սպանություն, չգիտեմ, այլ հանցագործություններ, վստահեցնում այդ տնօրենը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Արտոնոսյան տնօրենները գիտեն, որ կենթարկվեն, դրա համար փաստաթղթավորում չի իրականացվում եւ բանավոր կարգով է մերժումը մշտապես լինում։ Այդ է, որ անձը պետք է պահանջի եւ ըստեղ շատ կարեւորվում է ՄԻՊ-ի գործառույթը եւ ես կխնդրեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ առնչվում են առողջապահական համակարգի հետ եւ ստանում են բանավոր պատասխաններ, որոնք որ արդյունքում հանգեցնում են մարդու իրավունքների խախտման, պարտադիր դիմեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ աջակցություն եւ օգնություն ստանալու համար։ Մենք այստեղ պետք է նաեւ թույլ տվեք ավելացնել, որ հենց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում երեխաների պաշտպանության առանձին բաժին կա, որտեղ կրկին կարող են ահազանգեր հնչել եւ կրկին օպերատիվ բնականաբար օգնություն Այո, եւ իրանք արձագանքում են, միջամտում են, եթե մենք ունենք այնպիսի ընտանիք, որտեղ միաժամանակ է եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ եւ երեխա, դա նշանակում է, որ ՄԻՊ-ը արդեն երկու ուղղություններով կարող է պատշաճ աշխատանք իրականացնել, որի արդյունքում մենք ունենանք եւ փաստացի այդ անձին տրամադրվող բժշկական օգնություն եւ սպասարկում եւ միգուցե նաեւ երեխայի խնամքի կազմակերպում, որը անհրաժեշտ է այդ պահին այդ երեխային։ Դրա համար այս մոտեցումների պարագայում, եթե անգամ քաղաքացին ինչ որ մի պատնեշի է հանդիպում առողջապահական համակարգում, ինքը ունի նմանատիպ լծակ։ Իհարկե մյուս լծակը դա վերադասության կարգով համապատասխան բողոքներ ներկայացնելն է համապատասխան առողջապահության նախարարին, բայց դա ոչ այդքան արդյունավետ կարող է լինել, որքան որ ՄԻՊ-ին դիմելը։ Երբ որ մենք քննարկում ենք արդեն երկրորդ բլոկը, սոցիալական պաշտպանության բլոկը, այստեղ շատ մեծ դերակատարում ունեն խնամակալության հոգաբարձության մարմինները։ Ես ուզում էի մինչ այդ ասել, այ եթե այս դեպքին հաջորդի ոչ միայն մեկ մեղադրյալի ներգրավումը, այլ այն անձանց ներգրավումը, ովքերի պաշտոնե պարտականություն ունեին որևէ գործողություն անել եւ չեն արել,
այդ 1-2 նմանատիպ դեպքերից հետո վստահաբար մարմինները կսկսեն աշխատել եւ կսկսեն ավելի լուրջ վերաբերվել այն ծանր պատասխանատվությանը, որ պետությունը դրել է իրենց ուսերին։ Այս պահին պետք է ուղղակի արձանագրենք, որ իրենք չեն գիտակցում, թե ինչ մարմին են եւ ինչի համար են կոչված։ Այստեղ ուղղակի պետք է մի վերապահում իրականացնեմ, քանի որ մենք ունենք փոփոխված օրենսդրություն, մենք արդեն ունենալու ենք լրիվ այլ մոդել, լրիվ այլ գործողություններ եւ մասնավորապես հոկտեմբերի 22-ին այս թվականի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին նոր օրենքը, ինչպես նաեւ դեռևս չի ստորագրել, դեռ ստորագրված չէ եւ նաեւ ծավալուն փոփոխություններ են իրականացվել ընտանեկան օրենսգրքում։ Այդ երկու փաթեթների շրջանակներում մենք ունենք արդեն երեխայի պաշտպանության նոր համակարգ, որտեղ որ այլևս չի լինելու խնամակալության հոգաբարձության հանձնաժողով։ Իհարկե միջև ենթաօրենսդրական ակտերը ստեղծվեն, որտեղ այնտեղ անցումային դրույթ նախատեսված է, որ մոտ 2 տարի կարող է տևել այդ ամբողջ վերափոխումը, բայց արդյունքում այլևս ԽՀՀ-ներ չեն լինելու է մասնագիտացված սոցիալական աշխատող, որը որ ինքը որպես մասնագետ, այլ ոչ թե լինելով այլ բաժնի աշխատող։ Պարոն Թոմասյան, ուզում եմ մի ճշգրտող հարց անել։ Մենք սովորաբար անուններ ենք փոխում մարմինների եւ թողնում ենք այնպիսին իրավիճակը, ինչպիսին որ կա, այսինքն հիմա մենք մարմնի անունը փոխեցինք, թե իրականում բերեցինք ավելի վերապատրաստված, ավելի գրագետ աշխատակիցների։ Շատ ճիշտ ասեցիք, սա մարմին չի լինելու այլևս, ինչպես են ձևավորվում խնամակալության հոգաբարձության հանձնաժողովները, դա 3-ից 9 անձից բաղկացած տարբեր ոլորտներում աշխատող դպրոցի տնօրեն է, այո, տարբեր տեղեր իրականում զբաղմունք ունեցող եւ հասարակական հիմունքներով այդ հանձնաժողովում գործունեություն իրականացնող անձն է։ Սա միանշանակ արդյունավետ չէ, որովհետեւ հանձնաժողովի մոտ օրինակ քննարկել ինչ-որ մի ընտանեկան խնդիր, երեխայի հետ կապված խնդիր, ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ որ անձնական կամ ընտանեկան գաղտնիքին վերաբերող տվյալներ են հրապարակվում, մասնավորապես փոքր համայնքներում, որտեղ որ մեկը մյուսին բարեկամ են եւ այդ հանձնաժողովի 7-8-9 հոգուց հաստատ ինչ-որ մեկը դա կներկայացնի։ Հիմա կլինի արդեն կոնկրետ մեկ անձի կողմից, դա նոր հաստիք է լինելու, այդ անձինք պատվիրակված ծառայություն են իրականացնելու, այսինքն իրանց աշխատավարձը ստանալու են պետբյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից, եւ իրենք աշխատելու են, այո, որոշ չափով նաեւ դա է, ավելի նրանց մեթոդաբանական եւ մասնագիտական աշխատանքը ուղղորդվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Սա արվել է հատուկ, որպեսզի մենք ունենանք միասնական պրակտիկա, թե Երևան քաղաքում, թե մարզերում, որպեսզի որևիցե մեկը իր հայեցողությամբ, իր կամայական որոշումների շրջանակներում չասի ես այսպես եմ գնահատում երեխայի լավագույն շահը կամ իմ կարծիքով սա է գերակա կամ կարևոր։ Այո։ Եվ եթե մենք այդ անձին վերապատրաստենք, տանք համապատասխան գործիքակազմ, տանք մեթոդաբանություն եւ ինքը հիմնավոր ուսումնասիրություններ կատարելու արդյունքում տա մասնագիտական եզրակացություններ համայնքի ղեկավարին, ինքը արդեն այդ որոշումները ստորագրելու է, որտեղ օրենքում ինչ է ձևակերպված, որ համայնքի ղեկավարը ունի համապատասխան լիազորություններ երեխաների պաշտպանության ոլորտում, բայց ինքը այդ լիազորությունների մեծամասնությունը իրականացնում է մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Այսինքն անգամ համայնքի ղեկավարը չի կարողանալու կամայականություն դրսևորել եւ ասել ես չեմ ընդունում այս սոցաշխատողի կարծիքը, իմ կարծիքը ավելի գերակա է, բայց եթե սոցաշխատողը մասնագիտական հարց է ներկայացնում, արդեն տվյալ դեպքում համայնքի ղեկավարը լինելու է կաշկանդված այդ մասնագիտական եզրակացությամբ։ Իհարկե այն բոլոր բար դեպքերում, որտեղ որ համայնքը չի կարողանալու ինքնուրույն լուծել, որովհետև չենք բացառում, որ լինում են իրոք շատ ծանր բար դեպքեր, ապա այդ դեպքում համապատասխան տեղեկատվությունը փոխանցվելու է մարզպետի աշխատակազմ կամ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարան, որտեղ որ արդեն լինելու է բազմամասնագիտական խորհուրդ, որը ձևավորվելու է հենց այդ կառույցի աշխատողներից ներգրավելով ոլորտի փորձագետներին եւ մասնագետներին, որպեսզի իրանք տան մասնագիտական կարծիք սոցաշխատողին ինչպես առաջնորդվել։ Ավելին շատ գործառույթներ նաեւ հատուկ վերանայվել են, մասնավորապես նույն ծնողական իրավունքների զրկման հետ կապված, սահմանափակման հետ կապված, որպեսզի դա լինի ավելի
գործուն, որովհետև այս պահի դրության հիմնական պատասխանատուն դա ԽՀՄ-ն է։ Եվ իրանք ասում են, դե ոնց մենք կարող ենք մեր համայնքի բնակչի դեմ նման հայց ներկայացնել եւ զրկել ծնողական իրավունքներից, այս դեպքում արդեն օրենքը հստակ ֆիքսել է, որ եթե խնամակալության հոգաբարձության մարմինը, այսինքն համայնքի ղեկավարը նման գործառույթը չի իրականացնում, ապա 6 ամիս հետո այդ պարտականությունը մեխանիկորեն անցնում է կամ մարզպետի աշխատակազմին կամ Երևանի քաղաքապետարանին։ Թեման այնքան լայնածավալ է եւ այնքան երկար կարող ենք խոսել այս թեմայից, որ կարծում եմ մենք եւս մեկ հաղորդում թերևս պետք է նվիրենք եւ մանրամասն քննարկում ունենանք։ Ձեզ շնորհակալ եմ անչափ մեր հրավերն ընդունելու համար։ Մեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ երեխայի լավագույն շահը պաշտպանելու գործիքակազմը առաջին հերթին ծնողների ձեռքում է։ Իրականացրեք այդ գործիքակազմը եւ այդ գործողությունները պատվով եւ հիշեք, սիրելի հեռուստադիտողներ, եթե նկատում եք նմանատիպ խնդիրներ, վստահ եղեք, որ ձեր անտարբերությունը բերելու է ողբերգության եւ այդ ողբերգության մասին առնվազն կբավարարվեք սոցիալական ցանցերում որոշակի գրառումներ անելով, մինչդեռ կարող եք կանխել եւ փորձեք կանխել։ Ձեզ հետ հանցանքի հետքով ծրագիրներ կհանդիպենք հաջորդ կիրակի 20:20-ին։